Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է պատմություն կերտել։ Խանցում և գոլ։ Հունվարի 25-ին հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր, հաղթելով Չեխիայի հավաքականին 5-4 հաշվով։ Մեծ նվաճում է մեր համար, բայց մենք չենք կանգնելու սրա վրա, մենք ելի աշխատելու ենք, որովհետև մենք խոստացել ենք, որ բարձր ենք պահելու մեր երկրի պատիվը եւ փորձելու ենք գնալ ինչքան հնարավոր է առաջ։ Շատ դժվար խաղ գնաց մեր համար, ոնց որ հասկանում ենք, որ խաղը մեր ձեռի տակ է, բայց մոմենտի տակ մի քիչ թուլանում էինք ու մեզի դրա համար պատժում էին, երևի խաղից հետո սա կվերլուծենք այդ խաղը ու որ տենց սխալներ բաց չթողենք էլ։ Հունվարի 22-ին խմբային փուլի առաջին խաղում Հայաստանը հաղթել էր նաև Ուկրաինային 2-1 հաշվով։ Իսկ հունվարի 28-ին կխաղա խմբային փուլի վերջին խաղը Լիտվայի դեմ։ Անկախ երրորդ խաղի արդյունքից Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել իր խմբում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը կլինի Ա խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը, որը հայտնի կդառնա երրորդ տուրի խաղերից հետո։ Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 7-ին։ Առաջնությանը մասնակցում է 16 երկրի ազգային հավաքական։